Ողջույն հարգելի հայրենակիցներ, խոսքս հատկապես վարորդներին է ուղղված, շատ կարևոր հայտարարություն պետք է անեմ եւ կոչ անեմ վարորդներին, նաեւ դիմեմ դատախազությանը։ Դուք գիտեք, որ Մայր Հայաստանը դիմել էր դատարան կարմիր եւ կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման որոշման դեմ հայցով 24 թվականի հետ կապված մենք այդ հայցը հաղթել ենք առաջին այցանի դատարանում, հետո քաղաքապետարանը բողոքարկեց այն վերաքննիչում, վերաքննիչը վերադարձրել էր նրանց բողոքը եւ իրենք այդ վերադարձի բողոքն էին վիճարկել արդեն վճռաբեկում եւ վճռաբեկում հետագայում արդեն տանում են այնպիսի հայց է ներկայացնում, որ տեխնիկական թերություններով է եւ վճռաբեկը անընդհատ մերժում է, ասում է գնացեք ուղեք բերեք, մի խոսքով պինգ-պոնգ են խաղում եւ քանի որ այդ վճիռը 24 թվականի կայացվել էր համարյա տարվա վերջում, այդքան երկար էր ձգվել դատավարությունը, փաստորեն ժամանակ չմնաց, որպեսզի վարորդները կարողանան ինչ-որ գործողություն իրականացնել եւ այդ ժամանակը նաեւ քաղաքային իշխանությունը օգտագործեց, որպեսզի արդեն 25 թվականի համար նույն որոշումը կայացնի, այսինքն ավտոկայանատեղիները կարմիր եւ կապույտ կետագծերի պարագայում թանկացնի, կարմիրի դեպքում ավելի քան 13 անգամ, կապույտի դեպքում կրկնակի ավել։ Մենք այդ որոշումը Երևանի իշխանության, ավականու իշխանության հետ 2.5 միավորանոց կոալիցիայի եւս վիճարկել ենք դատարանում եւ 25 թվականին հաղթել ենք։ Եվ քանի որ ժամանակային առումով դեռ տարին չի կիսվել, շատ կարևոր հայտարարություն հիմա վարորդների համար։ Տեսեք 25 թվականի համար դատարանը որոշում է կայացրել, որ ոչ իրավաչափ է թանկացման որոշումը եւ ապօրինի է։ Հիմա ինչ է դրան հետևելու։ Քաղաքային իշխանությունը ասում է, որ վիճարկելու եմ դա վերաքննիչ դատարանում, բայց շատ կարևոր է ուրեմն հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչ է նախատեսված օրենքով։ Այս մասին շատ մանրամասն իր Facebook-յան էջում ներկայացրել է Նովալեքսի ավագ գործընկեր փաստաբան Վահե Գրիգորյանը, որը այս գործով կարմիր կետագծերի գործով մեր հետ համագործակցում է եւ նաեւ նրա շնորհիվ է, որ մենք ստանում ենք համապատասխան վճիռները։ Ուրեմն Վահե Գրիգորյանը ներկայացրել է իր էջում հատված վարչական դատավարության օրենսգրքից 199-րդ հոդվածի 2-րդ մասն է, մեջբերում եմ, քանի դեռ կարմիրի տակ կանգնած ենք, նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։ Ուրեմն դատարանը, ինչպես գիտեք, արդեն 25 թվականի համար որոշում է կայացրել, որ ոչ իրավաչափ է եւ ապօրինի է կարմիր կետագծերում այդ թանկացումները։ Հիմա ինչ է ասում նաեւ օրենքի մյուս կետը, որը ես հերթական կարմիրի տակ կանգնած կընթերցեմ ձեզ համար եւ հետո կասեմ, թե ինչ ենք նախատեսում այս մասով։ Ուրեմն նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։ Ինչպես հայտնի է, դատական ակտը պաշտոնապես արդեն հրապարակվել է, այսինքն 25 թվականի համար արդեն մենք ունենք պաշտոնական հրապարակված դատական ակտ, որը հրապարակման պահից ուժի մեջ է մտնում, այսինքն անվավեր է ճանաչվում կարմիր եւ կապույտ կետագծերով թանկացման որոշումը, որը կայացրել է Երևանի ավականու 2.5 միավորանոց այդ կոալիցիան։ Սա ինչ է նշանակում պրակտիկ վարորդների համար։ Դա նշանակում է, որ անկախ նրանից, որ քաղաքապետարանը որոշել է, որ պետք է բողոքարկի այդ որոշումը, այս պահին կա ուժի մեջ մտած վճիռ, որովհետեւ օրենքն է դա ասում, որ եթե դատարանը անվավեր է ճանաչում որևէ նորմատիվ իրավական ակտ, իսկ դա տվյալ դեպքում Երևանի ավականու որոշումն է, այդ դեպքում փաստացի կարող ենք ասել, որ արդեն ուժը կորցրած է համարվում Երևանի ավականու այն որոշումը, որը վերաբերում է 25 թվականին։
Այսինքն կարմիր եւ կապույտ կետագծերում կայանելը այսուհետ, քանի դեռ բողոքարկումը չի գնաց այդտեղ հասել եւ այլն, քանի դեռ ուժի մեջ մտած է այդ որոշումը 25 թվականի, ուրեմն անվճար է։ Ինչու է անվճար? Որովհետեւ ամեն տարվա համար Երևանի ավականին պետք է սահմանի գին։ Հիմա 25 թվականի համար իրենք սահմանել են, որ կարմիր կետագծերի տարեկան վճարը 160,000 դրամ է, ժամավճարը 300 դրամ եւ այլն եւ այլն։ Հիմա քանի որ դատարանը անվավեր է ճանաչել, ոչ իրավաչափ, ապօրինի է ճանաչել այդ որոշումը, քանի որ որևէ հիմնավորվածություն չկա, հետեւաբար այդ որոշումը չեղարկված է, հետեւաբար որևէ այլ որոշում չկա։ Այդ դեպքում ուրեմն քաղաքացին պարտավոր չէ վճարել կարմիր եւ կապույտ կետագծերով կայանատեղիների համար։ Հիմա ինչ է սա նշանակելու եւ ինչ ենք մենք առաջարկում։ Նախ դիմում ենք դատախազությանը եւ պահանջում, որպեսզի դատախազությունը կասեցնի Երևանի քաղաքապետարանի ապօրինի գործունեությունը, այն է քաղաքացիներից գումարների գանձումը առանց հիմքի։ Դատարանի որոշումը կա, այն հրապարակված է եւ ուժի մեջ է մտել հրապարակման պահից, հետեւաբար անկախ նրանից թե հետագայում ինչ ուրեմն բողոքարկումներ կլինեն, քանի դեռ առաջին ատյանի վարչական դատարանի որոշումը չի բեկանվել եւ օրինական ուժի մեջ չի մտել այդ բեկանումը, ուրեմն այդ թանկացումները համարվում են չեղարկված։ Ինչ պետք է անի վարորդը տվյալ դեպքում։ Մենք ինչ ենք խորհուրդ տալիս եւ պատրաստ ենք աջակցել վարորդներին դրա համար եւ ես ինքս հիմա այդ գործողությունը իրականացնելու եմ, որպեսզի ինքս էլ մտնեմ այդ գործընթացի մեջ։ Հիմա կասեմ թե ինչ է պետք անել։ Ուրեմն կարմիր կայանատեղիներով, կետագծերով, կապույտ կետագծերով կայանատեղիներում, երբ որ դուք ավտոմեքենան կայանում եք, չեք վճարում, եթե իհարկե արդեն իսկ չեք գնել այդ տարեկան փաթեթները, որ մենք խորհուրդ ենք տալիս չգնել, որովհետև դատական գործընթաց կար, ուրեմն եթե ժամավճարը եւ այլն չեք վճարում դրա համար, որին ինչ պետք է հետևի ենթադրյալ, եթե ապօրինությունը շարունակվի, որին պետք է հետևի քաղաքապետարանի կողմից տուգանումը, այդ parking city service կարծեմ այդ կազմակերպության միջոցով պետք է տուգանեն այն քաղաքացուն, որը սահմանված ժամանակից ավել է կանգնել, որը նախատեսված էր անվճարի համար 15 րոպեից ավել է եւ տուգանելու է քաղաքացուն։ Մենք այդ տուգանքը առաջարկում ենք բողոքարկել քաղաքապետարանում եւ Մայր Հայաստանը պատրաստ է դիմումի ձևաչափը ձեզ ներկայացնել, այսինքն դիմեք քաղաքապետարանի որոշման հետ կապված Մայր Հայաստան մեր Facebook-յան էջի միջոցով, հետևեք Facebook-յան էջին Մայր Հայաստանի եւ շարժման էջը կա եւ խմբակցության էջը կա, ուրեմն դիմում եք մեր էջին, ասում եք որ ձեզ տուգանել են եւ մենք տուգանելու բողոքարկման դիմումի ձևը ձեզ կտանք, դուք պետք է այն բողոքեք, ուրեմն ներկայացնեք քաղաքապետարանին։ Եթե քաղաքապետարանը անվավեր չճանաչի ձեզ տուգանելու որոշումը, որը ապօրինի է փաստորեն, դրանից հետո պետք է դիմել արդեն դատարան բողոքարկելով քաղաքապետարանի որոշումը։ Ուրեմն ճիշտ պատկերացնենք ժողովուրդ ջան, դուք կանգնել եք ավտոկայանատեղիներում, չեք վճարել, որը արդեն դատարանի որոշումով դուք դրա իրավունքը ունեք, եւ ձեզ չվճարելու համար եկել է տուգանք քաղաքապետարանից։ Այդ տուգանքի որոշումը դուք բողոքարկում եք քաղաքապետարանին, հղում անելով այն դատական որոշման վրա, որը մենք ստացել ենք, որ դա անվավեր է, ապօրինի է։ Եթե քաղաքապետարանը ընթացք չի տալիս ձեր դիմումին եւ չի չեղարկում տուգանքը, դուք այդ իրանց որոշումը քաղաքապետարանի վիճարկում եք դատարանում, որի իրավական բլոկի աջակցությունը նույնպես կիրականացնի Մայր Հայաստանը։ Այսինքն մենք ձեզ ձևաչափը կտանք, ինչպես պետք է բողոքարկել, այնտեղ կարծեմ 4000 դրամ տուրք պետք է լինի, բայց վճարը տուգանքի չափը միևնույն է 5000 դրամ է։ Այսինքն այսպես թե այնպես ավելի քիչ եք վճարելու, բայց այստեղ կարևոր իրավունքի հարցն է եւ կարևորը զանգվածայնությունն է, ժողովուրդ ջան, սիրելի վարորդներ, Մայր Հայաստանը
իր գործը ամբողջությամբ կատարել է եւ հիմա շարունակում է առաջարկել ձեզ իր աջակցությունը, որը նշանակում է մենք փաստաթղթային ձևակերպումների հետ կապված բոլոր այդ օժանդակությունները կիրականացնենք, մենք ձեր ձեռքին կտանք նաև այն դատական որոշումը, որը կա, եւ որով դուք կարող եք պաշտպանել ձեր իրավունքները։ Այս պահի դրությամբ համաձայն Հայաստանի օրենսդրության կարմիր եւ կապույտ կայանատեղիներում կայանումը անվճար է դարձել դատարանի որոշմամբ, որովհետեւ չեղարկվել է, ուրեմն ապօրինի է ճանաչվել 25 թվականի համար ընդունված որոշումը դատարանի կողմից, իսկ օրենքը, որից ես մեջբերում արեցի քիչ առաջ, հուշում է մեզ, այսպես ասած, իմպերատիվ պնդում է, որ եթե դատարանի կողմից որևէ նորմատիվ իրավական ակտ, տվյալ դեպքում ավականո որոշումը չեղարկվել է, ապա այդ չեղարկման կիրառումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դատարանը որոշումը կայացրել է, հրապարակել է արդեն, որ դա անվավեր է, եւ բոլոր վարորդները հիմա զանգվածաբար նրանք ովքեր չեն վճարել, ուրեմն չեն վճարում կայանատեղիների համար, եթե ստանում են տուգանք, դիմում են Մայր Հայաստանին, մենք ձեզ ձևը ցույց կտանք ինչպես դիմել քաղաքապետարան, որպեսզի բողոքարկեք այդ որոշումը տուգանքի, եթե քաղաքապետարանը ընթառաջ չգնա ձեր բողոքին եւ շարունակի պնդել, որ պետք է վճարել, իսկ այդ ընթացքում դուք արդեն չեք վճարում, որովհետեւ բողոքարկման process-ի մեջ է, արդեն դիմում եք դատարան, էլի մեր օգնությամբ մենք կասենք ինչպես լրացնել, ինչպես հայց տալ եւ այլն, այս իրավական բլոկի աջակցությունը փաստաթղթային Մայր Հայաստանը վերցնում է իր վրա, մեր հետ կապվում եք, մենք ձեզ դա ապահովում ենք եւ դիմում եք դատարան արդեն վիճարկելով քաղաքապետարանի ապօրինի որոշումը ձեր ձեռքին ունենալով նաեւ դատարանի որոշումը առաջինացանի, որը անվավեր է ճանաչել թանկացումը։ Հիմա որպեսի դուք մենակ չլինեք, այսպես ասած, մենք Մայր Հայաստանի ներկայացուցիչներով, ես էլ ձեզ հետ միասին, հատուկ ես չեմ գնել այդ թանկ փաթեթները, ես կկանգնեցնեմ մեքենան կարմիր կամ կապույտ որևէ կայանատեղիում եւ չեմ վճարի դրա համար, թող իմ վրա տուգանք կա եւ ես ձեզ այդ էպոպեան անձամբ կներկայացնեմ, թե ինչ քայլեր եմ ձեռնարկում։ Դուք էլ արդեն կնայեք, սիրելի վարորդներ, եւ ինձ հետ համատեղ, մեր հետ համատեղ, Մայր Հայաստանի ներկայացուցիչների հետ համատեղ կգնանք այդ քայլերը կիրականացնենք։ Ուրեմն կայանում ենք, չենք վճարում, եթե հանգարց քաղաքապետարանը խախտում է օրենքը եւ տուգանք է գրում մեր վրա, չենք վճարում այդ տուգանքը, տուգանքի այդ ակտը բողոքարկում ենք քաղաքապետարանում, դիմում ենք գրում, այդ դրա ձևը մենք կտանք, ես սա բազմիցս ուզում եմ կրկնել, որ այսպես հստակ կլինի։ Դիմում ենք քաղաքապետարան, բողոքում ենք այդ որոշումը, եթե քաղաքապետարանը ուժի մեջ է թողնում, ասում է չէ, պետք է վճարեք, մենք դիմում ենք դատարան արդեն, որպեսզի բողոքարկենք քաղաքապետարանի այդ որոշումը։ Դատարանում արդեն այդ ընթացքում էլի ձեզանից չեն կարող գանձել գումարներ, մենք օրենքի, ուրեմն ուժով եւ դատարանի վճռի ուժով այդ process-ները կտանենք ու յուրաքանչյուրս արդեն իր հերթին պետք է ճնշում գործադրի, սիրելի վարորդներ։ Մենք միայնակ այն ինչ որ պետք է անենք, Մայր Հայաստանը այն ինչ որ պետք է աներ, ինքը արել է եւ հիմա էլ է շարունակելու անել։ Ուղղակի դուք արդեն ձեր իրավունքները կարող եք պաշտպանել օգտվելով մեր ընձեռած հնարավորությունից, այն է դատարան ենք դիմել, ստացել ենք վճիռը, հիմա այդ վճիռը ձեռքները դուք ունեք արդեն հնարավորություն, որպեսզի թույլ չտաք սրանց կողմից թալանի իրականացում։ Շատ կոնկրետ է եւ դատախազությանն եմ նաեւ կրկին դիմում եմ եւ կոչ եմ անում, որպեսզի իրեն քաղաքապետարանին պարտադրեն եւ ասեն, որ ապօրինություններ մի իրականացնեք, չէ՞ որ դատախազությունը օրենքի պաշտպանությամբ պետք է զբաղվի, պետական շահերի պաշտպանությամբ, իսկ քաղաքացու շահը տվյալ դեպքում պետական շահ է եւ դատախազությունը պետք է թեկուզ ներքին գրությամբ դիմի եւ ասի, որ գումարները մի գանձեք, քանի դեռ ուրեմն որոշումը չեք հասել նրան, որ ենթադրենք բեկանվի։ Այս պայն դուք ուզում եք բողոքեք, ես հիմա քաղաքապետարանին եմ դիմում, ուզում եք բողոքեք, վերաքննիչ եւ այլն, այս պայն կա վճիռ հրապարակված, որը
արդեն ուժի մեջ է մտած եւ որը պարտադիր է ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Դա նշանակում է, որ մենք բոլորս հիմա պետք է կատարենք սոցիալական վարժություն միասին իրար հետ։ Այդ սոցիալական վարժության էությունը հետեւյալն է. կայանատեղիում կայանում ենք ավտոմեքենան, հիմա ես էլ եմ անելու դա, ուղղակի տեղ չեմ գտնում այս պահին, որ ասում էին բեռնաթափված է եւ այլն, դուք տեսնում եք թե ինչքան դանդաղ եմ ես տեղաշարժում կենտրոնում, հատուկ կենտրոնում եմ անում, որ իրենց ասած այդ կենտրոնի բեռնաթափում եւ այլն, այդ լրիվ փուչիկը երևա նաեւ ուղիղ եթերում։ Կայանում ենք ավտոմեքենան, կարմիր կամ կապույտ կետագծերով ավտոկայանատեղում, չենք վճարում դրա համար եւ գնում ենք առաջ միասին համատեղ ջանքերով Մայր Հայաստանի ներկայացուցիչներով էլ դա նույնը կանենք, որ դուք էլ տեսնեք, որ մենք էլ ենք կոնկրետ գործողություն իրականացնում ձեզ հետ միասին եւ հաստենք նրան, որպեսզի այս ապօրինությունը, այս թալանը կանգնեցվի քաղաքապետարանի կողմից, իսկ դրա համար մենք իրավական բոլոր գործիքակազմերը, սիրելի վարորդներ, ձեզ տվել ենք, այնպես որ միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության, սա շատ կարևոր գործողություն է, որ մենք պետք է իրականացնենք։ Սա է, որ ուզում էի ձեզ հետ կիսվել, դուք էլ տարածեք մարդկանց, որ իմանան, տեղյակ լինեն եւ մենք սոցիալական վարժություն իրար հետ իրականացնենք։